Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը երդվում եմ։ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետից հետո էլ նա կմնա Հայաստանում որոշում կայացնողների թվում։ Այսօր Ազատության հետ զրույցում կարծիք հայտնեց նախագահի եղբայրը, հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը։ Կարծում եմ կուսակցական գործունեությամբ կզբաղվի։ Լավ, իսկ քաղաքականության մեջ կմնա ինքը, ինչ եք կարծում։ Այո, իհարկե կմնա, եթե ինքը կուսակցության ղեկավարն է, եւ ես այսպես ասի կուսակցական գործունեությունը կշարունակի, իհարկե քաղաքականության մեջ կմնա։ Իսկ ինչու՞ չպիտի մնա։ Ինչ եք կարծում, որոշում կայացնողների թվում կլինի պարոն Սարգսյանը։ Կուսակցության ներսում իհարկե։ Իսկ երկրում պետական։ Եթե կուսակցությունը երկրում դերակատարություն ունենա լուրջ հանրապետական կուսակցությունը, նշանակում է կուսակցության միջոցով իհարկե կունենա։ Նոր սահմանադրությամբ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է վարչապետին տրված առավել լայն լիազորություններով։ Դիտորդները չեն բացառում, որ նախագահության երկրորդ ժամկետից հետո Սերժ Սարգսյանը կարող է իր ձեռքում պահել իշխանության լծակները, ընտրվելով խորհրդարանի ղեկավար կամ պարզապես պահպանելով ՀՀԿ ղեկավարի աթոռը։ Դուք բացառում եք, որ վարչապետ կամ ազգային ժողովի նախագահի պաշտոնում այնուամենայնիվ պարոն Սարգսյանը որոշի առաջադրել։ Ես ինչքան գիտեմ, ինքը բազմից հայտարարել է, գոնե 2-3 անգամ հայտարարել է, որ ինքը ոչ մի պաշտոն չի զբաղեցնել։ Ոչ մի պաշտոն, բայց հնարավոր է այդ որոշումը փոխվի, թե կարծում եք։ Կարծում եմ, որ ոչ։ Չգիտեմ, չեմ կարող ասել, որովհետև որոշումները փոխվում են ըստ հանգամանքների։ Եթե հանգամանքները փոխվում են, բարեկամները փոխվում են, որոշումներն էլ փոխվում են։ Ինչի բացառում, որ կփոխվի, եթե հանգամանքները։ Ես այդպեսի բան չասեցի։ Գրեթե 2 տարի առաջ 2014-ի ապրիլին, երբ սահմանադրական փոփոխության գործընթացը դեռ նոր էր մեկնարկել, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանը հայտարարեց. Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես Սերժ Սարգսյանս այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պարլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Բաց էր մնում ազգային ժողովի նախագահի պաշտոնի հարցը, սակայն անցած տարվա հուլիսին ՀՀԿ խորհրդի նիստից հետո կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը ասաց, որ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդի նիստում վստահեցրել է, չի առաջադրվի նաև խորհրդարանի ղեկավարի պաշտոնին։ Այնուամենայնիվ այդքանով հարցը չփակվեց, որովհետև իշխող հանրապետականի ներկայացուցիչները, այդ թվում ազգային ժողովի ամբիոնից, սկսեցին հայտարարել, որ նախագահ Սարգսյանը 2018 թվականից հետո չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից։ Սահմանադրական հանրաքվեից ընդամենը օրեր առաջ ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանը այդպես էլ չհստակեցրեց։ Ի վերջո նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո ինչով է զբաղվելու։ Զբաղեցնելու է արդյոք վարչապետի, ազգային ժողովի նախագահի կամ նախագահի պաշտոնը։ Դրա մասին ես կարծում եմ խոսենք 17 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Հիմա շատ վաղ է դրա մասին խոսելը, եւ այս կարևոր թեման ես չեմ կարծում, որ համադրելի է իմ քաղաքական ապագայի հետ։